Մեղրի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ Ինքն էր այդ առաջարկը արել։ Հայաստանը Ադրբեջանի ներզիջելու Մեղրու շրջանը։ Հո, Մեղրու շրջանը ամբողջությամբ որևէ Հայաստանի իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը գաղտնազերծել է դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են 90-ականների վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան հարցը տարածքների փոխանակմամբ, Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան դիվանագիտական այդ հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ օրս երբեք չէին հրապարակվել։ Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան։ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։ Գոբլը պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր, բայց ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում ոչ թե Գոբլի, այլ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել, ով էր այն առաջինը շրջանառել։ Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին Հայաստանի անկախացումից 1 տարի անց այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին։ Թուրքուտ Օզալը Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի ասել էր. Ես մի գաղափար ունեմ, Լեռնային Ղարաբաղի բնակչության 80%-ը հայեր են, 20%-ը ադրբեջանցիներ։ Նրանք կարող են տարածքների փոխանակում անել, Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից ստանա մի հատված, որը երկու մասի է բաժանում Ադրբեջանը։ Բուշ ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգևորել։ Անկարան սակայն չի մոռացել եւ վերստին այն շրջանառության մեջ է դրել Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի Բիլ Քլինթոնի օրոք։ 1997-ին ըստ պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոփ Թալբոթին եւ կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել սահմանների փոփոխության տարբերակով։ Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին։ Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը ռուսների հետ եւ հարցրել է, որն է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է. Այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից եւ ոչ թե լուծել, այլ ավելի խճճել խնդիրը։ Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն։ Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում կհանգեցնի բռնությունների։ Միաժամանակ Թալբոթը պնդել է. Եթե ադրբեջանցիները եւ հայերը բանակցությունների միջոցով առանց ուժի գործադրման որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու Ամերիկան կաջակցեն դրան։ Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը սակայն հրաժարվել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշվում է 1997-ի սեպտեմբերի դիվանագիտական հեռագրերից մեկում։ Սյունիքը եղել է հայոց թագավորության սկսած արշակունիների ժամանակներից հայոց թագավորության 3 սյուներից մեկը։ Սյունիքը մինչև վերջ պահպանեց իր դերը եւ թուրքը չմտավ ձեր փող։ Բավական էր մեկ անգամ մտներ, այսօր դա չէր լինի։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սակայն տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցությունների օրակարգ Հեյդար Ալիև, Ռոբերտ Քոչարյան տետատետ հանդիպումների շնորհիվ։ Դրանից առաջ միջնորդների ներկայացրած փուլային փաթեթային ընդհանուր պետության գաղափարները մերժվել էին այս կամ այն կողմից։ Թվում էր բանակցությունները մտել են փակուղի։ Եվ հենց այդ փուլում երկու առաջնորդները սկսում են հանդիպել առանց միջնորդների լիակատար գաղտնիության պայմաններում։ Ազատության տրամադրության տակ են պետդեպարտամենտի գաղտնազերծած մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են հենց այդ գաղտնի հանդիպումների արդյունքում 1999-ի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը սկզբունքային համաձայնություն է տվել տարածքների փոխանակման Ալիևի առաջարկին։
Ըստ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետների այդ համաձայնությունը ձեռք էր բերվել այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սադարակում, Նախիջևանի եւ Հայաստանի սահմանին։ Դա Ալիև Քոչարյան արդեն 5-րդ հանդիպումն էր 1999 թվականի ընթացքում եւ եզակիներից մեկը, որի ավարտին երկու նախագահներն էլ հրապարակավ ասել էին, թե պատրաստվում են գնալ զիջումների։ Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք, ով ինչ փոխզիջման կարող է գնալ։ Այո, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում, այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը։ Նախագահները բաժանվել էին բարձր տրամադրությամբ, քննարկել թե քանի ոչխար են մորթելու, երբ վերջնական համաձայնությունը կստորագրեն, չբացահայտելով կոնկրետ ինչպես են պատրաստվում հարցը լուծել։ Մանրամասները պարզվում են այդ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված մի դիվանագիտական հեռագրից, որ կազմել են այդ ժամանակ Հայաստանում եւ Ադրբեջանում աշխատող ամերիկացի դեսպանները։ Հիմա խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբևէ հակամարտության մեկնարկից 88-ից ի վեր, շնորհիվ նախագահներ Քոչարյանի եւ Ալիևի ջանքերի, գրել են ամերիկացի դիվանագետները մանրամասնելով։ 1999-ի ապրիլին նախագահ Ալիևը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առաջարկել է տարածքների փոխանակում։ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է եւ նախագահները մտել են ակտիվ քննարկումների փուլ Ալիևի առաջարկների հիման վրա։ Սեպտեմբերին Նախիջևանի ու Հայաստանի սահմանին տեղի ունեցած հանդիպմանը երկու նախագահները համաձայնության են եկել այդ կարգավորման ուրվագծի շուրջ։ Սադարակում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների փոխնախագահը Ալ Գորը ուղերձ էր հղել կողմերին, քաջալերելով մեջբերում ուղիղ երկխոսության արդյունքում ձեռք բերված կարևոր առաջընթացը։ Ամերիկայի փոխնախագահի այդ ուղերձում նաև ասվում էր. Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես միաժամանակ կարծում եմ, որ ձեր որոշումը օգտվել այդ բացառիկ հնարավորությունից իմաստուն է ու քաջ։ Միացյալ Նահանգների նախագահն ու պետքարտուղարն էլ այդ օրերին տարածաշրջան էին գործուղել Ղարաբաղյան խնդրով զբաղվող փոխպետքարտուղար Ստրոփ Թալբոթին, ով հանդիպել էր նախ Ադրբեջանի, հետո Հայաստանի ղեկավարության հետ, վերջում մեկնել Անկարա։ Տրանսֆերներ են, այդպես են ասում։ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը տարածաշրջանից չէր հեռացել, երբ այստեղ Հայաստանի խորհրդանում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդանի խոսնակ Կարեն Դեմիրճյանն ու այլ պաշտոնյաներ։ Մի քանի ժամում մինչ Թալբոթը Երևանից կհասներ Անկարա, Հայաստանում ուժերի հավասարակշռությունը անդառնալիորեն փոխվեց եւ ստեղծվեց մի իրավիճակ, որն իր ազդեցությունը թողեց ոչ միայն երկրի զարգացման, այլև Մեղրիի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Դիվանագիտական փաստաթղթերում նաեւ այդ մասով մանրամասներ կան։ Միսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն մասնավորապես գաղտնի հեռագրերից մեկում պնդում է, թե հոկտեմբերի 27-ի կեսօրին Հայաստանի նախագահականում վարչապետ Վազգեն Սարգսյանը կողմ է եղել Քոչարյանի եւ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությանը։ Փոխպետքարտուղար Ստրոփ Թալբոթը միջդեռ նույն օրը հոկտեմբերի 27-ին հասնելով Անկարա Թուրքիայի նախագահին ասել է. Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերից ամբողջությամբ տեղյակ չէր։ Փոխպետքարտուղարը նախագահ Դեմիրելին ասաց, որ նախագահ Քոչարյանի հետ իր հանդիպմանը վարչապետ Սարգսյանը առաջին անգամ էր լսում Քոչարյան-Ալիև քննարկումների որոշ մանրամասներ։ Թե որոնք են եղել այդ մանրամասները, պետդեպի հեռագիրը չի հստակեցնում։ Թալբոթը Դեմիրելին միայն փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Հեյդար Ալիևի, առավել զգուշավոր էր եւ հորդորում էր իրեն շատ չշտապեցնել։ Հոկտեմբերի 27-ին Ամերիկայի փոխպետքարտուղարը Թուրքիայի նախագահին հետևյալն է պատմել ահաբեկչությունից ժամեր առաջ հայկական կողմի հետ տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ։
Քոչարյանի զգուշավորության մի մասը իր մտահոգությունն էր, որ ռուսները հնարավոր է ամբողջությամբ տեղյակ չեն իր ու Ալիևի միջև ձեռք բերված առաջընթացից։ Քոչարյանը կհանդիպի Ելցինին նոյեմբերի 5-ին ու կխոսի նրա հետ։ Քոչարյանն անհանգստացած էր, հանկարծ այնպես չստացվի, որ Մոսկվային թվա ինքը կամ ամերիկացիները աշխատում են ռուսների թիկունքում։ Հայտնելով այս մանրամասները Թալբոթը զգուշացրել է, թե Ալիևը, թե Քոչարյանը խնդրում են, որ իրենց համաձայնությունը մնա խիստ գաղտնիության պայմաններում։ Դեմիրելը խոստացել է, տեղեկությունը սենյակից դուրս չի գա։ Բացի այդ, Հայաստանի նախագահը նաև հարց է բարձրացրել Իրանի հետ կապերը պահելու անհրաժեշտության վերաբերյալ։ Քոչարյանն ասաց, թե Հայաստանը ուզում է Ադրբեջանի եւ կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով ինչ-որ ճանապարհ գտնել երաշխավորելու իր համար կարևոր առևտրային կապերն Իրանի հետ։ Դեմիրելը համաձայնեց, Ադրբեջանը դա անելու համար կարող է ինչ-որ ձև գտնել։ Բաքվում սակայն մտադիր չէին նոր զիջումների գնալ։ Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց 1999-ի նոյեմբերին Հայր Ալիևը Վաշինգտոն է գործուղել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին երկրի վարչապետն ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը։ Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման սղագրությունից ակնհայտ է, որ նրանք նահանգներ էին մեկնել հենց տարածքների փոխանակման տարբերակը քննարկելու։ Ալիևն ու Ռասիզադեն ասացին, որ դրական հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամում եւ Համաշխարհային բանկում եւ հստակ տպավորություն են ստացել, որ երկու կառույցներն էլ պատրաստ են արագորեն գնալ առաջ, աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի իրագործմանը։ Այդ ժամանակ Իլհամ Ալիևը ամերիկյան կողմին հավաստիացրել է. Ադրբեջանն ուզում է գործը գլուխ բերել հնարավորինս արագ, նեղսրտելով, թե ընդդիմության կողմից տարածվող շշուկներն ու կասկածները թուլացնում են իրենց դիրքերը։ Ալիևն ասաց, Ադրբեջանի ժողովուրդը գնալով ավելի անհանգիստ է դառնում, նրանք գիտեն, որ ինչ-որ բան է կատարվում, բայց չգիտեն մանրամասները, մինչդեռ ընդդիմությունը շահարկում է իրավիճակը։ Ադրբեջանական կողմը ենթադրել է, թե Երևանը սկսել է դանդաղել Մոսկվայի թելադրանքով։ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը սակայն փարատել է այդ կասկածները, պնդելով, թե պատճառը հայաստանյան ներքաղաքական վիճակն է։ Նախագահ Քոչարյանին անհրաժեշտ է ժամանակ տալ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իր շուրջը աջակցություն կոնսոլիդացնելու եւ խիզախ որոշումներ կայացնելու համար։ Պետդեպի փաստաթղթի հաջորդ նախադասությունը գաղտնազերծում է, ինչ էր քննարկման սեղանին։ Իլհամ Ալիևը նշեց, թե հասկանում է, որքան դժվար է Ղարաբաղցի հայի Քոչարյանի համար հրաժարվել Մեղրիի շրջանից։ Ամիսներ անց, երբ այս հարցն արդեն Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն են քննարկել, Մադլեն Օլբրայթը հորդորել է Մոսկվային համոզել Հայաստանին, որ այս գործարքը լավ է տարածաշրջանի անվտանգության համար։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Իվանովը ի պատասխան նույն փաստարկն է բերել։ Քոչարյանի դիրքերը թուլացել են հոկտեմբերի 27-ից հետո։ Իվանովն ասաց, որ ինքը երկար զրուցել է թե Քոչարյանի, թե Ալիևի հետ այս հարցերի շուրջ։ Քոչարյանն անկեղծ էր, երբ ասում էր, թե իրեն ներքին կայունություն է պետք նման կարևոր համաձայնություն կայացնելուց առաջ։ Նա կարծում է, որ չունի այն աջակցությունը, որը վայելում էր մինչ սպանությունները։ Չնայած այն փաստին, որ Երևանը ավելի շատ տարածք է ստանում այս գործարքով, նրանք կարծում են, որ այն իրենց թողնում է երեք կողմից թուրքերով ու նրանց մերձավոր զարմիկներով շրջապատված, մինչդեռ Վրաստանն անկայուն վիճակում է։ Ըստ այդ համաձայնության հայկական կողմը պետք է դուրս գար Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքներից, բացառությամբ Լաչինի։ Եթե բանակցներ են գնում, որ 9-9 ոնց որ իրանք են ասում, Մեղրին է 49 կիլոմետր հասնել, Պամպայման ես դեղ հրամանատար նախարար առանցին ձեն 110 կարողանալու են հասնեին։ Իմ հետ պիտի բանակցեի, չէ։ Իմ հետ որը մենք դες բանակցություն չի եղել, Մեղրու հարցեր տապես լսած չկան, որ քննարկեմ։ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն, սակայն միջնորդները հոգ էին տարել նաև Ղարաբաղին տեղյակ պահելու մասին։ 1999-ի դեկտեմբերին Սադարակի հանդիպումից մոտ 2 ամիս անց մասնավորապես Մինսկի խումբը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խնդրանքով այցելել է Ստեփանակերտ, համոզվելու, որ Ղարաբաղյան կողմը համաձայն է լուծման այդ տարբերակին։ Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն զրույցի մանրամասները օրեր անց հեռագրել է Վաշինգտոն։ Արկադի Ղուկասյանն անմիջապես հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարյան-Ալիև գործարքին եւ ես խոստացա փոխանցել դա Ադրբեջանի նախագահին։
Ըստ դիվանագիտական հրագրերի այդ ժամանակ միջնորդները սկսել էին աշխատել միջազգային դոնորների հետ, համաձայնագրի ստորագրումից հետո տարածքների վերակառուցման ու մարդկանց վերաբնակեցման համար։ Ֆրանսիացի համանախագահն անգամ հարցրել է, երբ է նպատակահարմար, որ համաշխարհային բանկը կարիքների գնահատման այց կատարի։ Ղուկասյանը արձագանքել է, որքան շուտ, այնքան լավ, միաժամանակ խոստանալով այդ մասին տեղեկությունները պահել գաղտնի։ Նա ասաց, որ որդեգրի լիակատար գաղտնապահություն, ինչը նրա համոզմամբ կենսական նշանակություն ունի արդյունքի հասնելու համար։ Նա ավարտեց իր խոսքն